Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր շուրջ $700,000-ին համարժեք դրամ։ Այս գույքերի ապօրինի ծագման վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էր ստացել դեռ 2023 թվականին։ 2023 թվականի ընթացքում ստացված տեղեկությունները Ազգային անվտանգության ծառայության կողմից փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ 2023 թվականի հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում որոշում է կայացվել Իշխան Ա. Սաղաթելյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին որոշում է կայացվել։ Իշխան Սաղաթելյանը 2008 թվականի մայիսի 27-ից մինչև 2009 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականը, հետագայում զբաղեցրել է նաև պատգամավորի օգնականի, բնապահպանության նախարարի խորհրդականի, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատուի, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնները։ 2021 թվականի օգոստոսի 2-ից Սաղաթելյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ընդ որում 2021-ի օգոստոսի 6-ից 2022-ի հուլիսի 1-ը եղել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Արդյունքում պարզվել է, որ Իշխան Վաչիկի Սաղաթելյանը օրենքի իմաստով հայտարարատու պաշտոն զբաղեցրել է դեռևս 2009 թվականի մայիսի 27-ից, այն է Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի պաշտոնը։ Ուսումնասիրության ընթացքում հավաքված նյութերի համադրված վերլուծության արդյունքում իրավասու մարմինը հանգել է այն հետևության, որ Իշխան Վաչիկի Սաղաթելյանի և վերջինիս փոխկապակցված անձանց պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։ Գլխավոր դատախազությունը պահանջում է Սաղաթելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, որից 3-ը Երևանում, իսկ 2-ը Գեղարքունիքի մարզում, 5 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3 իրավաբանական անձում մասնակցություն և շուրջ 264 միլիոն դրամ ապօրինի եկամտի մնացորդ որպես։ Իրավասու մարմնի կողմից դիմում է ներկայացվել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան հայցիարությունից առաջ նախնական ապահովման միջոցներ կիրառելու համար եւ ըստ էության ներկայացված դիմումն ամբողջությամբ բավարարվել է Իշխան Վաչիկի Սաղաթելյանին եւ նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերի տնօրինման հետ կապված գործողությունների կատարումը դատարանի որոշմամբ արգելվել է։ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Իշխան Սաղաթելյանի ներկայացուցչին տրամադրվել են ուսումնասիրության ընթացքում հավաքված նյութերը, շահագրգիռ անձինք ուսումնասիրության վերաբերյալ դիրքորոշում չեն ներկայացրել։ Կատարվել է Իշխան Վաչիկի Սաղաթելյանի եւ նրա փոխկապակցված անձանց ստացած օրինական եկամուտների եւ կատարված ծախսերի ձեռքբերումների համադրություն եւ ըստ էության դա արդյունքում պարզվել է, որ Իշխան Սաղաթելյանը նշված գույքերի ձեռքբերման համար չի ունեցել իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտներ, այսինքն Իշխան Սաղաթելյանի եւ նրան փոխկապակցված անձանց ստացած եկամուտներով նրանք չէին կարող ձեռք բերել հիշյալ անշարժ գույքերը, ուստի այդ անշարժ գույքերի եւ ինչպես նաեւ շարժական գույքերի ձեռքբերումը դիտարկվել է ապօրինի։ Փոխկապակցված անձիկ նրա ընտանիքի անդամներն են, կինը, եղբայրը, եղբոր-կինը, ծնողները։ Իշխան Սաղաթելյանի պաշտպան Լուսինե Սահակյանը լուրերի հետ զրույցում նշեց, թե իր վստահորդն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի միջոցներով ձեռք բերված գույք չունեն։ Սահակյանի գնահատմամբ Սաղաթելյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ հայցն ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է։ Դատախազությունը հունվարի 26-ին Սաղաթելյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան, որը փետրվարի 4-ին վարույթ է ընդունվել։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։